Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է բարեգործության արգելքի խախտման դեպք։ Կոմիտեից տեղեկացնում են օպերատիվ հետախուզական ստորաբաժանումները փաստական տվյալներ են ստացել, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրությանը մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցության անդամը այլ անձի օժանդակությամբ մարտին Հայաստանի տարբեր բնակիչներին մի դեպքում անհատույց տրամադրել են դրամական միջոց, մեկ այլ դեպքում խոստացել են արտոնյալ պայմանով ծառայություն մատուցել։ Хорошо-то նոր մտածեցի։ Տելևիզորը ունել ինչ անում, դրա տեղը փող կարած փողով։ Հա, դրա տեղը փողով, ինքը տելևիզորն ինչ անում, տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանավոր։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, քասի հանկարծ։ Լավ, չէ, ոչ մեկը, երեքշաբթի օրը ուրեմն կհանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Ничего пока не нужно. То, что нужно было, если он принес. Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում, ուզում ձեզ հետ խորհրդակցեմ, մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով, մեջենաներով, ինձ զակազա պետք է շուկա։ Զակազա պետք? Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք, Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։ Նրանցից մեկը Գոհար Ղումաշյանն է։ Կոմիտեից հայտնում են հաշվի առնելով Մեղադրյալ Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում նրա անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։